Բարև ձեզ, եթերում ներուժ նախագիծն է, այսօր տեսակապով կզրուցենք Քուվեյթում բնակվող մեր հայրենակից դոկտոր Հրայր Ջեբեջյանի հետ։ Բարև ձեզ, դոկտոր Ջեբեջյան։ Բարև դիգ Ռուզանա։ Շնորհակալություն մեզ միանալու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ջեբեջյան, այսօր ես ուզում եմ մեր զրույցը, բացառապես ծավալվի համահայկական խնդիրների շուրջ, խոսենք դրանց առկայության, դրանց լուծումների, հայության առաջ նետված մարտահրավերների մասին։ Առհասարակ հայրենիքից դուրս ինչ է մտածում հայ մարդը, երբ որ տեսնում է նմանատիպ իրադրություն, նման իրավիճակներ եւ նման զարգացումներ։ Գարգինը մեկ անգամ լայն բացիկ դիգին Ռուզանա, նկատի ունենալով, որ հատկապես որպես սփյուռքահայ մենք որոշ սենք մտահոգություններով գետևինք Հայաստանի ներկա իրադարձություններու շուրջ։ Բայց եւ այդպես Հայաստանը նախ եւ առաջ ինձ համար հայրենիք է, անկախ թե ինչ տեսակույն ուներ ժամանակին եւ ինչ տեսակ ղեկավարություն։ Ես այսպես դաստիարակվեցա որպես իմ ընտանիքիս մեջը, որ Հայաստանը հայրենիք է, ինքնություն է եւ ամեն քույն է եւ ամեն ղեկավարություն է վեր է։ Այնպես որ ես քաղաքական գործիչ չեմ, ոչ արգուսակցական ղեկավար եմ, եթե փամնեմ աստվածապանության դոկտոր եմ, բայց հայ եմ եւ մտահոգ հայ եմ եւ առնչված եմ հայրենիքին հետ պետք է ասեմ 1991 թվականին սկսյալ, երբ որ Հայաստան նոր անկախացավ եւ իմ գետրոնական քրասենյակից կողմէ աստվածաշիչային ընկերությունների կողմէ ղրգվեցա մայր հայրենիք, որբեսի Մայրաթոր Սուրբ Էջմիածինի հետ աստվածաշիչային ընկերության քրասենյակները հիմնենք։ Այնպես որ բավական երկար առնչվածություն ունիմ Հայաստանի հետ 1991-ին սկսյալ։ Բավական բանդեսած եմ, բավական հարաբերություններ մշակած եմ եւ դեսած եմ մեր հայրենիքի լաբորերը, մեր դեսած եմ նաեւ մարտահրավերները, դժվարությունները, հատկապես առաջին տարիներուն 1991-ին սկսյալ եւ այսօր 2025 մենք բոլորս գիտենք հատկապես Արցախյան բادرազմեն վերջը բավական դժվար պայմաններում մեջ է։ Իսկ թե ինչպես կդիտենք որպես սփյուռքահայեր, գարձեմ քաղտիկ չէ, որ պիտի ասեմ, որ սփյուռքահայերը կդիտեն ներկա Հայաստանի իրադարձությունները մտահոգությամբ։ Անկախ թե սփյուռքահայը ինչ թևի գուզե առնչվել, ես այդ թևերու մեջ չեմ ուզեր մտնել, ինչպես ցեզի բացատրեցի դիգին Ռուզանա, Հայաստանը ինձ համար ամեն բան է վեր է։ Բայց եւ այնպես իրաբաշ պետք է լալ դեսնելու համար թե հայրենիքի ներկա օրերու բավական մարտահրավերներ կան եւ այդ մարտահրավերներու մեջը մտահոգություններ ունենք։ Եվ այդ մտահոգությունները թե ինչպես պիտի փորձենք վերառնել, ադիգա մեկ խոշոր մեկ բարդականություն է մեզի համար։ Անշուշտ աշխարհակաղակական դվյալները շատ կփոխվին եւ Հայաստան նվի այսպես ասած շատ սկայուն միջավայրի մեջ եւ այդ բոլոր աշխարհակաղակական դվյալները նաեւ իր աստեցությունները գտնան ունենալ արդակին կետնի վրա ունենք մենք շատ մարտահրավերներ քաղաքական իմաստով թրացիներու հետ եւ այլն բայց ներքին իմաստով ալ դժվարություններ ունենք դիգին Ռուզանա ներքին իմաստով ալ մենք չենք կրծած համերաշխություն մշակել որովհետեւ գարենակ շատ ավելի լավ ցեվով արդակին մեր բոլոր մարտահրավերներուն թիմակրվել եւ մենք որպես սփյուռքահայեր այս բոլորը գտիդենք որոշ մտահոգություններով մտահոգություններուն անտին նաև եւ կխոսիս սփյուռքահայերու հետ նաև սփյուռքահայեր ունել նաև հուսախապություններ եւ որ շատերու հետ կխոսիս կսեն այլևս Հայաստանի համար հուսախապություններ կան լավ վիճակները չեն դեսներ կոնե ես անստաբես այդ մարդկանց չեմ պատկանիր դիգի Ռուզանա ես տակավի միշտ ալգուզեմ թեպի ավելի լավը դեսնել բայց եւ այնպես քանի կհարցնեք թե որպես սփյուռքահայ ինչպես կդիտենք ունենք մտահոգություններ վախեր եւ նաեւ հուսախապություններ կան սփյուռքահայերու նկատմամբ թե մեր հայրենիքը այս փուրմը հայրենիքը որ ունենք որում վրա կրկուրանք որպես հոգե հարազատ հոգե հադոր ինչ պիտի լա եւ թեպի ուր գերտա այնպես որ եթե պիտի ուզեք բացատրել ին դեսատաշտես թե ինչպես կդիտեն սփյուռքահայերը ասի ընդհանուր ամամբ պատկերը Պարոն Ջեբեջյան 2018 թվականից հետո էականորեն փոխվեց հայրենիք սփյուռք կապի որակը որոշ առանձին դեպքերում նաև հայրենիքից մեսիջներ ստացան մեր սփյուռքում բնակվող եղբայրները, որ այլևս շատ հարցերու շուրջ մենք միասնական չենք, շատ հարցերի մասին միասնական, ձևով չենք մտածում, ինչպես որ առաջներում էր եւ շատ հարցերում նաև պահանջատեր չենք։ Դրանց մասին խոսենք։
Դիգին Ռուզանա, ինչպես ասից էի, ես 1991 թվականները սկսել Հայաստանի հետ առնչվածություններ ունեի։ 1990 հատկապես 91-96 տարիներուն հաջախագիորեն Հայաստան գտնվեի։ Հիմա եւ որ Հայաստան գուքայի եւ աշխատանքային պերոմոմաշուշտ եւ որ մեր Հայաստանի քուրերուն եւ եղբայրներու հետ խոսեի, հայերեն գխոսեին աշուտ, անգախ թե արևմտահայերեն արևելյան, բայց զիրար չէինք հասկնալ, Դիգին Ռուզանա։ Զիրար չէինք հասկնալ։ Դասալ գսեմ արևմտահայերենի եւ արևելահայերենի հարց չեր ասիգա։ Հարցը մտածողության հարցեր, հարցը գենցաղի հարցեր, հարցը դեսաթաշտերու հարցեր։ Եվ շատ ժամանակ առավ, ասիկա իմ փորձառությունից ես սկսեմ Դիգին Ռուզանա, շատ ժամանակ առավ, որովհետեւ մենք սկսանք զիրար հասկնալ։ Եվ ադիգա մի անգամ են չեղավ ժամանակ առավ ինչպես որսի որ սպիրկահայ եւ Հայաստանի հայերը կոկովի կալոz իրար հասկանան սպիրկի նախարարությունը որը ստեղծվեցավ Դիգին Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ կարևոր թեր խաղաց Հայաստանի սպիրկ հարաբերություններու ապրաբտման ես անստաբես մոդեն գարանչվեի սպիրկի նախարարության հետ ոչ թե միայն Դիգին նախարարին հետ բայց նաև անստագազմին հետ այդ հանգրվանալ այդքան թյուրին չեղավ ժամանակ առավ Դիգին Ռուզանա, որբեսի մենք գրնանք զիրար հասկանալ։ Եվ եղավ դերմը, հասանք դերմը, որ բավական լավ սկսանք հասկանալ զիրար եւ գրցանք հասարակած հայդարարները ստեղծել։ Հայաստանի մեր քույրերի եղբայրները եւ սպիրկի մեր քույրերի եղբայրները։ Բայց 2018-ին մեջ աշուշտ հատկապես Արցախյան պատերազմեն յետքը այս բոլորը մի քիչ դժվարացան եւ այսօր մենք կգտնվենք Արդոնեցեք ինձ ասել, բավական հերացած ենք իրար մե։ Հերացած ենք իրար մե եւ ինչպես որ դուք նշեցիք, բավական նյութերու շուրջ կան, որ մենք այսպես ասած աչքի թեմը աչք չենք տեսնել, միասին չենք գնալ տեսնել եւ գործակցության այդ հասկացողությունը չկա։ Ցեվո մտեսակ մգարես անչրբետ մստեղծված է Դիգին Ռուզանա եւ գաբեր եւ հաղորդակցություններ չկան։ Օրինակ համար Սպիրկի հանձնագետարի քրասինյակը որը ստեղծվեցավ, Սպիրկի նախարարությունը կոչեցավ, Սպիրկի հանձնագետարի քրասինյակը ստեղծվեցավ, աշխատանքային ոճն փոխվեցավ։ Եվ հիմա գահասկնամ Սպիրկի հանձնագետարի քրասինյակի աշխատանքային այսպես բնակավարները, ուր գործեն մոդենալ Սպիրկյան անհատներու որոնք այսպես ասած շատ առնչվածություն ունին սպիրկի մեր տասական գարույցներու հետ եւ անոնց հետ գործեն հարաբերություններ մշակել առնչել զանոք Հայաստանի հետ շատ խելոք կալի ես ասիկա կանից ասած եմ իրեն բայց եւ այնպես Դիգին Ռուզանա պետք է նկատի առնել որ սպիրկյան քաղաքները դագավին մինչեւ այսօր առնչված են մեր տասական գարույցներու միջոցով եւ ադոր չոսկում որքան որալ գսենք եւ մենք գիտենք ադիգա որ հայեր սպիրկյան իրականության մեջ հերացած են մեր տասական գարույցներ են տասական գարույց երբ գսենք մի դասկանանք եկեղեցի մի դասկանանք կուսակցություններ մի դասկանանք դբրոց մի դասկանանք մամուլ մի դասկանանք միություններ որքան որալ հերացած են բայց եւ այնպես տագավին տասական գարույցները մեր սպիրկյան իրականության անոնք են որոնք կտրսևորեն մեր սպիրկահայու յանքերը գիտեմ որ մեր սպիրկյան իրականության մեջ մեր գարույցները հինցած են, մաշած են, ժամանակավրեպ դարձած են եւ այդ բոլորը մենք գտնունենք Դիգին Ռուզանա եւ երկու տարիներ առաջ նորից սուպոզիտիոն դեր արամ առաջի վիապար հայրաբեդը սպիրկի դարի հրճագեց եւ իր գոնտագին հաղորդակցության մեջ այս բոլորը նշեց թե մեր սպիրկյան գարույցները հինցած են եւ պետք է վերանորոգում պետք ունի պետք է լիցքավորվին ներկա օրերի ժամանակներով հետ բայց եւ այնպես դագավին սպիրկի մեր հայկական քաղաքներու ցանկը գարանչվի մեր տասական գարույցներու հետ եւ ներկա օրերու ռազմավարությունը որ սպիրկի Հայաստանեն թեպի մեր սպիրկյան իրականություններու մեջը չանց դիր մեր տասական գարույցներեն ալուագի հայանալներու հետ որբեսի առնչվի հոս արդեն դեսակ անչրբետ մստեղծված է քանի որ մեր տասական գարույցներու հետ Հայաստանի հարաբերությունները ցևոմը անչափված են եւ խզված են եւ ասիկա անշուշտ մեծ փածմը գցիկ է երկրորդ որ սկսած ենք մենք սպիրկի մեջ նաեւ որոշ մտահոգություններ ստեղծել անշուշտ ասկայինը pedagogan անչադելու այս փորձերը եւ մենք ասոնք կդիտենք որոշ չգիտեմ ինչպես ասեմ մտահոգություններ կամ վերաբաղություններով հայոց պատմությունը վերածված է Հայաստանի պատմությամբ ասկայինը pedagogan կանչադվի
Էս բոլորը մեզի համար որպես սփյուռքահայ որ մենք Հայաստանով գաբրինք Հայաստանը մեզի համար ինքնություն է Հայաստանը մեզի համար ցանկի հոգի է եւ որ ասկայինը գործենք անչադել բեդութենեն Հայաստանը գտնա բեդություն այն ժամանակ մենք ինչպես պիտի առնչվենք Հայաստանի հետ ես օրինակհամար երկու հպատակություն ունեմ դիգին Ռոզաննա մի հատ լիբանանյան հպատակությունն է մի հատ գիբրական հպատակությունն է գերշարի ես երկու բեդություններով հետ առնչված եմ բայց ես Հայաստանի հետ չեմ մոդենար այնպես ինչպես լիբանանի կամ Գիբրոսի հետ Հայաստանը ինձ համար բեդություն չէ, Հայաստանը ինձ համար ասկային բեդություն է։ Եթե ասկայինը պիտի վերցնենք Հայաստանին, կնշանակի թե Հայաստանը ինձ համար պիտի դառնա ինչպես Գիբրոս, ինչպես Լիբան, որ շատ կսիրեմ, ասալ հստակ գնեմ, Լիբանանը եւ Գիբրոսը շատ կսիրեմ, մանավանդ Լիբանանը, որ իմ ծննդավայրս է, բայց եւ այնպես Հայաստանը որպես ասկային բեդություն, ասկային հայրենիք, ինձ համար իմ ինքնությունս աբրեցնող իրականություն է։ Եվ որ ադիգա պիտի անչադենք կնշանակի թե ես որպես լիբանանահայ կամ գիբրահայ կամ ավստրալիայի մեջ բնակող հայ կամ հարավային ամերիկայի մեջ բնակող հայ ինչպես պիտի տեսնե Հայաստանը պիտի տեսնե Հայաստանը որպես ասկային ինքնության հիմք եթե ոչ ոք մեկ տեսակի pedagogical այս մեկը նաև մի քիչ մտահոգիչ երևույթ մնա եւ նաև մենք սկսած ենք տեսնել լավ ասիկա ուր դեպի ուր գետա երկու անշուշտ այդ մեծ աղմուկը որը ստեղծվեցավ ցեղասպանությունը քննարկումի դարձնելու այդ հայտարարությունը եւ այլն անշուշտ գիտեք դիգին Ռոզաննա թող իսկ ավելի գեհդեվիկ լուրերուն հենց դրան մասին էի ուզում խոսել քանի որ այդ ելույթի ժամանակ դահլիճում նստած էին մարդիկ ում պապերը հա ծնողները ցեղասպանությունից փրկվածներ էին ու այնպիսի կարծիք էր որ այդ մարդիկ դահլիճում նստածները պահանջատեր չէին ու չգիտեին սեփական պատմությունը դեսակ չէ ես այդպես չեմ ուզեր մոդենալ դիգին Ռոզաննա այդ մարդիկը որ այնտեղ նստած էին բավական ես մի քանիները կոնե գճանշտամանոս մեջ իմաստուն մասնակետ անցիկ էին հատկապես այդ խումբի մեջ մեկը գար որ Ժնևի համասարանի տասախոս է եւ յետքեն բավական լայն մամուլի մեջ հայտարարություն ես տեսա դուք այո ես տեսա գիտեմ ամենից որ ես չեմ ուզեր ակնարկել այն անձեր որոնք ներգային եւ իջու չի հագաթարցեցին անշուշտ մտահոգությունը որ ցեղասպանության հարցը քննարկումի ենթարկվի լավ ինչպես ես որպես Ռաջեբեջյան որ երրորդ սերունդն եմ ցեղասպանության ժողոված ինչպես ես ցեղասպանության հարցը քննարկումի պիտի ենթարկեմ երբ դիգին Ռոզաննա իմ ընտանիքից 25 անդամներ նահատակված են ցեղասպանության ժամանակ 25 անդամ որոնց նկարներ ունիմ որոնց պատմություններ ունիմ իմ ընտանեկան ալբոմից մեջ եւ ադենը գփանամ եւ գնայիմ իրենց այդ նկարներուն ես ինչպես իմ մեծ հայրս որ Ադանայի չարտերուն ժամանակ սպաննվեցավ ինչպես ես պիտի գարնամ բանալ ինչպես ես իմ հորս մորեղբայրները որոնք դարակույտի ժամանակ սպաննվեցան ինչպես կդնամ ես բանալ ես ասոս նկարներ ունիմ եւ ասոս պատմություն ունիմ այնպես որ մենք ցեղասպանված ժողովուրդ ենք դին Ռոզաննա Երանի թե չլային բայց պատմության սլակ եդեր չենք կնարդան իրալևս եղանք եւ ես Բեյրութցնա քանի որ իմ հայրս երկու տարեկանին Պատմական Հայաստանը ցիկելով իր ընտանիքին հետ եկան դեղափոխվեցան Հալեբեն մի հետ հայրս եկավ Բեյրութ եւ ես ծնա ես իմ ուզելով չէ որ ծնա Բեյրութ ես ծնա քանի որ ցեղասպանված ժողովրդի մզավակն եմ եւ իմ արմատներես արմադախիլ լալով եկած եւ ծնած եմ Բեյրութ անգախ աներևույթ որ Բեյրութը շատ կսիրեմ դիգին Ռոզաննա ադորմասին ոյ մեկ տեսակի խոսք չունիմ բայց մենք ցեղասպանված ժողովուրդ ենք եւ ցեղասպանված ժողովուրդ ես հաջող ասած եմ եւ քրած եմ Ալլահ մասից ցեղասպանված սփյուռք ենք քեթ տասական սփյուռքի մասին է խոսես որովհետեւ նաեւ այսօր սփյուռքը ուրիշ գունավորումներ ագսան հատկապես քանի որ Հայաստանին ալ բավական հայորդիներ կան որոնք հաստատված են սփյուռքի մեջ բայց տասականը սփյուռքը խոշոր համեմատությամբ արդյունք է ցեղասպանության եւ այս մարդիկ իրենց ուզելով չէ որ աս երկիներում մեծ ծնած են այնպես որ մենք որ մեր բաբենական հողերը գործած ենք ինչպես մեր արմատներեն որ արմադախիլ եղան քննարկումի վերածենք այդ բադահարը որ դեղի ունեցավ 2015-ին ասիգա հիաստապությունը ստեղծեց դիգին Ռոզաննա սպիրկյան իրականությունների մեջ եւ գերտատրեմ խոշոր դոգոսով հայերը գիտեք մամուլին գեդեվիկ ինչ տեսակի արդայություններ դեղի ունեցան ես հաջող կսեմ այսին
ինչպես պիտի գրել ձիզերնագապերտը ինչպես պիտի գրնանք մորնալ քննարկումի պիտի վերածենք ձիզերնագապերտը ես ցեզի հարց տամ դիգին Ռուզաննա Իմիջիայլոց ես ուզում եմ ձեր հարցին հարցով պատասխանել ինչ անել որպիսի առհասարակ հա նման խոսույթ նման օրակարգեր չբերվեն հա Երևան որ դրա մասին հա հայոց ցեղասպանության ժխտողականության մասին բարձրաձայնելուց մարդիկ երկար մտածեն Անպայման դիգին Ռուզաննա այսինքն ինչս եմ ինչպես եմ այսինքն ձիզերնագապերտի մեջ ունիկ դուք ցեղասպանության թանգարանը լավ թանգարանի մեջ ինչ մեծ հիշադակումներ կան ցեղասպանության մասին ադիգա արդյոք մեծ վկայությունը չէ թե ցեղասպանությունն իրողականությունն հիմա փորձ է արվում հենց այդ հիշողություններից հա այդ ազգային այդ ինքնության որակներից ուղակի հրաժարելու փորձ է արվում հրաժարվում ենք դրանից եթե այդ մեկը քիչ մնալ ավելի հարաճ երթա դիգին Ռուզաննա ջերքը շատ ավելի օբլի բացվի սպիրկի եւ հայրենիքի մեջ ինչ որ պետք չէ լա երբեք ինչ անել որ այդ անասելի հա ընթացքը կասեցնենք հիմա մենք որպես սպիրկ եւ սպիրկահայ իրականություններ սկսելով մեր ամենամեծ ղեկավարություններեն նորից սուրբոզություն դեր արամ առաջին վեապարնալ հայդար արդայդվեցավ մեր գուսակցական օրգանները քրեցին բոլորնալ արդայդվեցան ասոր մասին թե այս տեսակի արդայդություններ կարելի չէ որ դեղի ունեցա նույնիսկ ոչ հայկական ցանցեր արդայդվեցան այսինքն ինչ պետք է ասել հայկականեն անտին եթե ոչ հայկականը արդայդվի ինչպես կարելի գլա որ մենք հանդուրժենք որովհետեւ մենք մեր հայկական իրականության մեջ այս տեսակի բարձրացնել ցեղասպանության իրողականությունը գիտեք դին Ռուզաննա ես միշտ կսեմ մենք յուրահատուկ ժողովուրդ ենք որովհետեւ ցեղասպանված ժողովուրդ ենք եւ որ ցեղասպանված ժողովուրդ ես կնշանակի թե յուրահատուկ թրված ունիս յուրահատուկ կարգավիճակ ունիս եւ մենք ասիկա չենք կնարմորնալ ասիկա ցեղասպանության հարցը միայն սպիրկահայուն հարցը չէ ցեղասպանությունը համայն հայության համար է անգախ աներևույթեն որ դուք Հայաստանի մեջ գաբրիք ծեր հողին վրա գաբրիք կամ մեր հողին վրա գաբրիք իսկ մենք սպիրկի մեջ գաբրիք բայց ցեղասպանությունը մեր բոլորին ինքնությունն է ինչպես պիտի գարենանք հրաժարել ինքնութենեն դիգին Ռուզաննա մեր արյան մեջն է մենք ցավ գշալգենք եւ ասիկա շատ տարօրինակ է ես հաջող արդահայտված եմ դիգին Ռուզաննա յուրաքանչյուր հայու սրդի մեջ գանտատարնա կամ չանտատարնա ցավ մգա իմ մեջը ցավ մգա ծեր մեջը ցավ մգա իմ զավակս որ 4-րդ սերունդի ցեղասպանության ջոբրած այն է 30 տարեկան երիտասարդ դղան է իր մեջը ցավ մգա եւ ես հաջող կսեմ ապրիլ 24-ի շքերթներու ժամանակ եւ որ այսպես ասած դողանցներ գլան կամ ցույցեր գլան եւ փանգլան ով գտեսնեք առաջին շարքին վրա կալողներու մեջ ով գտեսնեք երիտասարդությունը Աշուշ չափահասներ սալ եդևեն գկալենք, բայց ինչու գխորիկ, որ երիտասարդությունը գկալե։ Քանի որ հրահանգ ստացած են կալելու, ոչ երբեք։ Ես ադոր չեմ համոզված դիգին Ռուզաննա։ Անոնք կկալեն, քանի որ իրենց մեջը ցավ մգա, եւ այդ ցավն է, որ իրենց կմխթե, որ ապրիլ 24-ը մեր նահատակները, անոնց հիշադակությունը, անոնց բանջարությունը ադիգա իրենց կմխթե, որ իրենք առաջ կերտան։ Այս ցավն է, որ մեզի գաբրեցնե դիգին Ռուզաննա։ Մենք 110 տարի է սպիրկի մեջ այս ցավը շալգացենք եւ այս ցավով մենք հայագերդում ըրացենք սպիրկի մեջ այս ցավով մենք հայագերդում ըրացենք մեր քաուտներու մեջ եկեղեցիները որ հիմնեցինք դպրոցները որ հիմնեցինք միությունները հիմնեցինք թերթերը հիմնեցինք դակավին ուրիշ ինչ այս ցավը վերածեցինք կորզնական յանքի որբեսի այդ կյանքը շարունակվի հայուն պատմությունը շարունակականության կորզտացի մեջ դրվի այնպես որ այս կարելի չէ ասի անդեսի կարելի չէ աս մեկը մորնալ դիգին Ռուզաննա չենք կրնար գնշանակի թե պիտի հրաժարենք մեր ինքնութենեն եւ դերմը երևի թե պիտի խոսենք պիտի շարունակենք խոսիլ եւ պիտի շարունակենք մենք մեզ բոլորս սկսության հravirել որ մենք ցեղասպանված ժողովուրդ ենք եւ ցեղասպանությունը մեր ասկային ինքնությունը եւ ցեղասպանության պիտի շարունակենք մեր կյանքերը առանց անդեսու կհասկանամ որ ներկա օրերու մեջ քաղաքական թրվածներ կան նոր թիվանակիդական հարաբերություններու մեջ շփումներու մեջ այս կամ այն
թրվածներ կան, այս բոլորը կհասկանամ, չնայած որ ես քաղաքական գործի մեջ եմ, բայց կարելի չէ այդ հասույթներում մեջ կամ այդ դիվանագիտական հարաբերություններում մեջ քու արժի համագարկերը սագարգենք, ասմեգը կարելի չէ։ Գրնաս խոսի, գրնանք ես բաց եմ, ես համաձայն եմ հայ-թուրքական հարաբերություններ ու չգիտեմ ինչ, դիվանագիտական գաբեր եւ այլն, գիտեմ որ քաղաքական աշխարհի մեջ այս բոլորը հատկապես ներկա օրերուն կարևոր է, բայց ադիկա կարելի չէ սագարգել քու բապուչյանդ հետ, քու ինքնությանդ ասկային արժեչափերուտ հետ կարելի չէ սագարգել անում։ Շնորհակալություն պարոն Ջեբեջյան հետաքրքիր զրույցի համար։ Երևի պարբերաբար ձեզ հետ կապի դուրս կգանք զրույցներ ունենալու շարքը ավելին, համալրելու համար տարբեր թեմաներով։ Շնորհակալություն Նիգիզ Ռուզաննա, ձեր ժամանակին եւ ձեր առաքելության համար։